հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, այսօր եկել եմ պոմիդորի ջերմատուն, այստեղ տերևների մաքրման ակտիվ աշխատանքներ են կատարվում, տեսեք մաքրում են պոմիդորի ներքևի տերևները, այն տերևները, որի մասին խոսում էի, տեսեք հիմա տեսնենք միջև որ տերևներն են մաքրում, ինչի են այդ հատվածի տերևները մաքրում, մոտենանք մաքրողներին տեսնենք ինչ կասեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա որ տերևներն ենք մենք մաքրում։ Տերևները Տակի տերևներն ենք մաքրում, ու հետո տեսնում ենք, եթե տերևները դեղնած են, դա նշանակում է հիվանդություն կա, այդ տերևը շատ չէ, բայց ներքևի մասից մի որոշ տերևներ փոկում ես դեղիները, որ ինքը շնչի, արտաշնչի, բայց հետո իրան դեղ կտան, ինքը նորից կվերականգնի իր առողջական վիճակը։ Շատ լավ։ Հիմա տերևները տակից փոկում ենք, որ լուսավորություն եղնի, որ բույսը արևի երեսը շատ տեսնի, ու ինքը ավելի շուտ կարմրի, քան ցնցել։ Ոչ մի, ասենք, հավելումներ չի տրվում այս մեր պամիդորին, պամիդորը ինքն իրանով կարմրում եւ դառնում է պամիդոր։ Մենք չենք ներկում իրան, որ ինքը իր բնական կարմրի։ Այդ է։ Այսպես։ Հանդիում է հանգիստ, խաղաղ, որտեղ այս գոտը չի սիրում արագություն։ Մենք մկրատներով ենք աշխատում, եթե արագություն կարող պահի տակ։ Շատ լավ, իսկ ինչպես են կտրում։ Տակի տերևներից կտրում ենք։ Նկատի ունեմ խորքից չեն կտրելու, որ հիվանդություններ չառաջանան։ Տակից կտրում ենք, բայց շատ չէ։ Հա, շատ չէ։ Բայց դրան հատուկ բուժում կա, դեղեր կա, անում ես տերևը, բանը քիմիկատների տեղը ցույց ես տալիս, տերևը։ Իրանք համապատասխան այդ նյութը տալիս են, դու բերում ես ոնց որ հիվանդին դու բուժում անես, նույնն էլ բերքն է այդ ձևի։ Այդ բուժումը անում ես, բույսը լավանում է։ Շատ լավ, իսկ հիմա որ ներքևի տերևը տեսեք, այստեղ մենք պոկել ենք, բայց դեռ պամիդորները հասած չեն։ Սա խնդիր չի առաջացնի պամիդորի համար։ Թե իր ներքևի այս տերևը որ ունենք։ Լույս տեսնի։ Հա, տեսեք, սիրելի հետևորդներ, պոմիդորի ներքևի տերևները պահվում են։ Տեսնում եք։ Եթե լրիվանես ինքը խեղճանա, իսկ այդ ձև չէ, թեթևի մեջ։ Հասկանալի։ Այսպես, թե։ Իսկ եթե տերևը երկարա, տես դեղնացա, մի քիչ այստեղից կտրում ես, հետո Սիմոնը կտանի տերևից, համապատասխան անձնավորություն է թույնիկատի աշխատողները, կտան դեղորայքը, կբերի սրսկում ամեն ինչ կան, բույսը նույնիսկ կվերականգնվի։ Շատ լավ։ Հիմա նաև մաքրման աշխատանքներ ենք անում, հողի վրայի խոտերն ենք մաքրում նաև, որպեսզի Պատատուկն ենք մաքրում, որ չփաթաթվի բերքին, ինքն էլ է ուշ առնում, խեղդում է բույսին, իսկ եթե չի լինում, բույսը ազատ իր համար ապրում է։ Ինչ կան ազատ, առանց խոտի, ինքը այնքան լավ շնչում է ու ստանում է համապատասխան իր սնությունը։ Ամեն մի խոտ բանանում բույսին խեղճացնում է, որովհետև ինքը սնվում է հողից, իսկ այդ հողից բույսը երբ որ սնվում է, այդ խոտն էլ սնվում է, նստյան բույսը մի քիչ խեղճանում է։ Նման ազատ մտնոլորտ է պետք միջավ այդ։ Դա հիմա մենք այս պատատուկը քաշում ենք, հանում ենք, որ բույսին դες փաթաթվում է բույսին, ոչ փաթաթվի, բույսը չխեղճանա։ Ինքը ազատ աշխատի։ Ամենակարևորը շատը պատատուկն է, այդ է, որ պետք է մաքուր լինի բույսի կողքերքին։ Ու ճռճռուկա դե ոչինչ, այդ անում ենք։ Այսպես կտրում ենք, այսպես կտրում ենք, որ ինքը ազատություն զգա, այսպես։ Հա, բույսը շնչի հիվանդություններ չառաջանան։ Այսպես իսկան անում ենք, որ առայժմ շատ չկա։ Հա, տեսեք սիրելի հետևորդներ, ամեն դեպքում մի փոքր տերև թողնում ենք, որպեսզի այս պամիդորը կարողանա առողջ զարգանալ եւ արդեն լավ կարմրի։ Այո, որ շատ ինքը բան չեղնի։ Արևի երեսը պետք չի, ինքը պետք է մի քիչ էլ ընձեմնա, հովի տակ եղնի։ Հա, մի փոքր էլ ստվեր է պետք, որպեսզի պոմիդորի երեսը չվառվի արևից։ Այո։ Շատ արևն էլ է վնաս իրան։ Դրա համար կեսից բարձրացնում ենք, բայց վնասած կես մասը թողում ենք հնա։ Որ իրան հովանի։ Ոնց որ մենք սիրում ենք համ արևը, համ հովը, նույնը սիրում է բույսը։ Հիմա նորից, այսինքն մենք կտրում ենք, թեթևացնում ենք, այսպես անում ենք, որ ինքը բաներն է, բայց Սիմոնը արդեն տեսել է, ինքը այդ հարցի լուծումը կտա։ Շատ լավ։ Այդպես։ Սիմոնը ջերմոցատերն է, սիրելի հետևորդներ։ Այո, ինքը ամեն ինչից տեղյակ է, գիտի, ուղղակի մենք գործ անելու ժամանակ տեսնում ենք, ասում ենք, իսկ մնացած հարցերով ինքը զբաղվում է, որ իրար չարչարանքը, մեր չարչարանքը անիմաց ջուր չանցնի եւ բույսը չփչանա։ Այսպես վիճակը։ Շնորհակալություն, շնորհակալ ենք ձեզ։ Հա, տեսեք, սիրելի հետևորդներ, սրանից հետո, մաքրումից հետո այս բոլոր տերևները
դուրս են բերվում։ Ձեզանից շատերը ինձ ասում են, որ պոմիդոր մի ասեք, լոլիկ ասեք, հայկական տարբերակը լոլիկն է, բայց քանի որ ես գյուղում եւ գյուղացու հետ եմ աշխատում, իսկ գյուղացի նախընտրում է ասել պոմիդոր, շատ քիչ դեպքերում լոլիկ, այդ իսկ պատճառով մենք այստեղ խոսենք պոմիդոր, կներկայացնենք որպես բույսը պոմիդոր։ Այսպես սիրելի հետևորդներ, այսքանը մաքրման աշխատանքները կատարվել են։ Դե ինչ լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը, ձեր շատ սիրելի լոլիկների կամ գյուղացիների լեզվով ասած պոմիդորի մշակությունը։ Դե ինչ լավ մնացեք, կհանդիպենք։